Շատերը չգիտեն բանտում ինչ է կատարվում։ Գիտակցությունը, որ քո պատճառով մեկ այսօր չկա։ Արժի արդյոք ինչ-որ մի բանի համար ամբողջ կյանքը դնել կոնի վրա։ Ցանկացած քայլի գնալուց առաջ ընդամենը 10 վայրկյան մտածել։ Դեպքը, որ եղավ, դա դեռ պատահական էր։ Դուրսը կյանքը ավելի քաղցր է, քան այստեղ։ Բարձրագույն կրթություն ունեի, աշխատում էի բանկում։ Ես եմ այսօր արդեն դատապարտյալից փոխարինվել դասախոսի։ Շախմատը հենց ինքը կյանքից է վերցրած։ Այսինքն պետք է երկրի ղեկավարը մնա բունկերում։ Մարատ Սարգսյան ազատազրկման է դատապարտվել 18 տարի սպանության համար։ Քրեակատարողական հիմնարկում է հայտնվել 33 տարեկանում, այժմ 46 տարեկան է։ 10 վայրկյան մտածեք որևէ քայլ անելուց առաջ։ Դա ձեր կյանքը կփոխի։ Ազատությունը քաղցր է, իսկ բանտը միայն խլում է։ Կյանքը ճաղերի ետևում։ Ես Մարատ Սարգսյանն եմ, դատապարտված եմ 18 տարվա ազատազրկման, գրեթե 14 տարի արդեն ազատազրկման մեջ եմ, դատապարտված եմ սպանության համար, ինչի համար շատ զղջացել եմ կյանքում։ Քանի տարեկան էիք, որ հայտնվեցիք առաջ անգամ բանտում։ 33 տարեկան էի։ Հիմա արդեն 46։ Առաջի անգամ, որ մուտք գործեցի կարանտինային այդ սենյակ, այնպես տպավորություն էր, որ ֆիլմ են նկարում, ես այդ ֆիլմի դերասաններից եմ մասնակցում եմ, ընդհանրապես լրիվ ուրիշ աշխարհ էր։ Հետո մանր ադապտացվեցի այդ ամեն ինչին, որոշ ժամանակ այնտեղ մնալուց հետո ինձ արդեն երբ որ վերջացավ այդ դատավճիռը կայացվեց, ինձ տեղափոխեցին Արմավիր քրեակատարողական հիմնարկ 16 թվականի ապրիլի 1-ից։ Մինչև հիմա այստեղ եմ։ Այն քայլին, որ գնացել էիք, կար այլ ընտրանք չանեիք դա։ Հնարավոր էր, բայց դա հետո ես գիտակցում, որ հնարավոր էր։ Ու ես հորդորում եմ շատերին, բոլորին եմ հորդորում, որ ինչ որ մի բան անելուց առաջ 10 վայրկյան, շատ չէ, 10 վայրկյան ուղղակի մտածենք։ Դա ինչ հետևանքներ կարող է թողել։ Արժի արդյոք ինչ որ մի բանի համար ամբողջ կյանքը դնել կոնի վրա կամ ընտանիքից հեռու մնալ, երեխաներին չտեսնել, ծնողներին չտեսնել, իհարկե չարժի, դրանք ամենակարևոր արժեքներն են կյանքում, որ մարդը պետք է ունենա անկախ նրանից որտեղ է գտնվում։ Ու հենց դրանով էլ մարդը ապրում է, այդ արժեքներով, եթե այդ արժեքները վերանում են, ինքը արդեն մարդուց վերածվում է գազանի։ Դրա համար խորհուրդ եմ տալիս շատերին ու բոլորին եմ խորհուրդ տալիս, որպեսզի ցանկացած քայլի գնալուց առաջ ընդամենը 10 վայրկյան մտածել։ Եթե խոսքը գնում է մարդու մահվան հետ կապված, սպանության հետ կապված, իհարկե դա չես կարող անես ու այդպես սառնասիրտ մնաս, ասես հադելա մի բաներ անցավ գնացելի, չէ, չի լինում դա։ Դա կարող է սաղ կյանքդ էլ քեզ ինքը ուղեկցի։ Գիտակցումով, որ քո պատճառով մեկ այսօր չկա, մեկ երեխան այսօր մնացել է առանց ծնող։ Եթե ես վերցնում եմ դա ին վրա, ես պատկերացնում եմ ինչքան սարսափելի կլինի։ Այդքան բան ավել չեմ ուզում դրա մասին խոսանք։ Ինքը ցավոտ թեմա է, ինքը վաղուց արդեն անցել եմ։ Առավոտվա ժամը 10-ից գալիս եմ խցից այստեղ գրադարան ու մինչև ժամը գրեթե 6-ը մնում եմ իմ առօրյան, իմ աշխատանքները, այդպես կազմակերպում եմ, աշխատում եմ ցվրվել։ Մտքերս այդ ուղղությամբ արդեն չի աշխատում, թողել եմ այդ ամեն ինչը անցյալում։ Վերջ եղել է ու անցել է, գնում ենք առաջ, բայց անցյալի փորձը իհարկե հասկանալով, անցյալից փորձեր քաղելով։ Ինչ փոխեց բանտը ձեր կյանքում, ինչ մարդկանց ջնջեցիք ձեր կյանքում, ինչ մարդիկ կարևորեցիք ձեր կյանքում, ովքեր մնացին այս պատմությունից հետո, ձեզ հետ կատարվածից հետո ձեր կողքին։ Շատ հետաքրքիր էր, որ կարծում էի, որ շատ մարդիկ ունեմ կողքս կանգնած, ընկերներ, հարազատներ, ծանոթություններ, բայց հենց առաջի մի քանի ամսվա ընթացքում միանգամից հասկացա ովքեր էին։
Հետո բանտը մի հետաքրքիր հատկություն ունի, ինքը ինչքան էլ վատ տեղ է, պետք է այդ պատի մեջ լավը փնտրես։ Ինքը տարբերվում է նրանով, որ ազատության մեջ գտնվողներից, երբ որ դուք ես անազատության մեջ եմ, ազատության մեջ գտնվող մարդուց տարբերվում է նրանով, որ ունի մի լավ հատկություն։ Դու ունես մտածելու ժամանակ, վերափոխելու ինքդ քեզ։ Իսկ դուրսը մենք այդ ժամանակը չունենք։ Ես այս տարիների ընթացքում մենք շատ եմ մտածել, ամեն ինչի մասին մտածել եմ։ Ու մտածել եմ, որպեսզի պատրաստ դուրս գամ հասարակություն, այսինքն ժամանակ չեմ կորցնում, ես ամեն ինչ անում եմ, որ երբ որ արդեն դուրսը լինեմ, անկախ նրանից պայմանական վաղ ժամկետով դուրս կգամ, թե կլրանա ժամկետս, դա կարևոր չի այդքան էլ, բայց պատրաստ լինեմ հասարակության լիարժեք անդամ դառնամ, որովհետև հասարակության մեջ ասոցացված է, այն որ նստածել է, էսա, ու իրանք չեն իմանում։ Շատերը չգիտեն բանտում ինչ է կատարվում։ Բանտը դժոխք չի, լավ կողմեր ունի, իհարկե, հենց այդ մտածելու ժամանակն է։ Ինչ խլեց ձեզանից բանտը։ Առողջությունիցս մի քիչ խլեց, ընտանիքիցս խլեց, այն ժամանակը, որ պետք է տրամադրեի երեխաներից դաստիարակությամբ զբաղվեի, ընտանիքիցս անպակաս լինեի, ծնողներիս կողքին լինեի, թևուտիկունք լինեի, այդ ամեն ինչը խլեց ինձանից։ Բայց այս տարիների ընթացքում սկսվեց արմատապես փոխվել։ 18-19 թվականից հետո բանտում սկսվեց արդեն այս դասընթացների process-ը։ Սկզբից ինքը այդքան ես լուրջ չէի նայում, քանի որ բարձրագույն կրթություն ունեի, մտածում էի առաջի անգամ, որ ասացին, որ դպրոց է բացվել, մտածում էի, ինչ մակարդակ է, լեվելի մասին է խոսքը պետք է ունենա, որ գնամ, բայց ամեն դեպքում եկա։ Տեսնելու համար թե ինչ է կատարվում, ճիշտ է, սկզբից այդքան պրոֆեսիոնալ ձևի չէր կազմակերպվում, բայց հետո, որ հիմա արդեն նայում եմ այսօրվա աչքերով ու հետ եմ գնում այն ժամանակ եմ նայում, շատ է տարբերություն, շատ, չափից շատ։ Ընդհանուր մենք հասանք նրան, որ ես եմ այսօր արդեն դատապարտյալից փոխարինվել դասախոսի, դասավանդում եմ արդեն։ Դե միանշանակ խցում նստելով ոչ մի բան չես փոխելու։ Ու այդ միապաղաղ կյանք է, անդադ նույն խուցը, նույն պատերը, լավ ասենք թե ժամանակ առ ժամանակ տեղափոխում են կապված ասենք ռեժիմի հետ, անվտանգային գոտու հետ կապված տեղափոխություններ է լինում, բայց ճարտարապետական տեսքը նույնն է, ուղղակի բախտակիցները են փոխվում, բայց ամեն դեպքում ինքը մնում է նույնը։ Ուզում եմ մի փոքր պատմեք այդ բախտակից ընկերների ճակատագրերի հետ կապված եղան կորուստներ, որ ձեզ համար իսկապես ցավ եղան 14 տարվա ընթացքում բախտակից ընկերներ, որոնք որ գնացին, չգիտեմ, կամ ազատության մեջ հայտնվեցին, կամ կյանքից զրկվեցին։ Եղան այդպիսի դեպքեր ձեզ հետ, շատ խորը վերք թողեց ձեր վրա։ Կյանքից չզրկվեցին իմ այն հարազատ մարդիկ, բայց եղան շատ մարդիկ ազատվեցին ու ես ամեն մեկի ազատությունից շատ էի ուրախանում, որովհետև ոնց որ հերթով է ամեն ինչ։ Ինքը գնաց, եթե ինքը չգնա, ես չեմ գնա, բնականաբար դա ժամանակի մասին է խոսքը։ Ժամանակը գնում է, ինձանից քիչ պատիժ ունեցողները գնում են, հետո մանր, տենց իրանց գնալով ես ուրախանում եմ, որ իմ հերթ ավելի է մոտիկանում։ Ու միշտ եմ ուրախանում։ Որ գնացել են հետ չեն եկել, ինչ էին ասում այդ գնացողները։ Չէ, իմ շրջապատում եղածներով գնացելը հետ չի եկել, ում ճանաչել եմ։ Դա եղել են դեպքեր, որ հետ են եկել, բայց դե ասենք, այտենց կարող առողջություն չունեմ կամ ուղղակի այտենց ծանոթություն է եղել, բայց իմ հարազատներից ում հետ ընդունել եմ, որ ինձ հարազատ են, ու դա եղել է փոխադարձաբար, ոչ մեկ էլ հետ չի եկել։ Որովհետև հասկացել եմ, որ դուրսը կյանք ավելի քաղցր է, քան այստեղ։ Ամեն դեպքում դուք այստեղ, մենք այստեղ կտրված ենք ամեն ինչից։ Կային, որ ընտանիքի անդամներին չես տենում, այդ արդեն հերիք էր, մնացածի մասին կարելի է չխոսալ։ Ընտանիքը երես չթեքեց դեպքից հետո։ Շատ ունենք ողբերգական տենց դեպքեր, որ Չէ, ընտանիքս երես չթեքել։ Ընտանիքս միշտ իմ հետ է։ Դե որովհետև դեպքը, որ եղավ, դա լրիվ պատահական էր։ Բարձրագույն կրթություն ունեի, աշխատում էի բանկում,
Դրա մասին հիմա չեմ ուզում խոսեմ, արդեն անցյալումը չեմ ուզում անցյալը հետս նորից տանեմ, նորից վերհիշեմ։ Հետո որ մասնագիտությամբ տնտեսագետ էի եւ բանտում բնականաբար տնտեսագետի հաստիք չկա, թափուր հաստիք, որոշեցի մասնագիտությունս փոխեի։ Բայց ինչ փնտրտուքի մեջ էի, որովհետեւ այստեղ եմ տեղը չի, որ ինչ ուզենաս կարող ես անել։ Ու ժամանակի ընթացքում պարոն Լպուցյանի շնորհիվ շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահի շնորհիվ տեղի ունեցան մրցաշարեր, որտեղ մասնակցում էի սիրողական մակարդակով, սիրում էի շախմատ խաղալ, ուղղակի մասնակցում էի։ Բայց 1-2 սկսեցի մասնակցել, զգացի, որ չէ, ավելի եմ ուզում խորանալ, որովհետև շախմատը ինչքան խաղաս, այնքան խաղալու է, ինչքան սովորես, սովորելու ես։ Ու սկսեցի խորանալ 22 թվականից ու ամեն պարտությունը իմ համար մոտիվացիա էր, որ ես եթե պարտվել եմ, ուրեմն լավը չէի խաղում, պետքա սովորել, խնդրագրքեր էի վերցնում կամ բանի ժամանակ, մեր զբոսանքի ժամանակ ուժեղ խաղացողների հետ էի սկսում ավելի խաղալ ու սկսեցի ավելի կատարելագործվել։ Ու 23 թվականին արդեն ես 23 թվականից մինչ օրս Հայաստանի հավաքականի անդամ եմ։ Մենք մեր պարապմունքները անցկացնում ենք մեր ֆիդեի վարպետների մոտ Հայաստանում օնլայն մակարդակով, մասնակցում ենք աշխարհի խաղերին, արդեն 3 տարի է մասնակցում ենք, ունենք արդեն ցուցանիշ, այս տարվա մայիսի 20-ին մենք դառանք մեր Հայաստանի հավաքականը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Այս տարի առաջ անգամ էր Եվրոպայի առաջնություն անցկացվում, բայց արդեն կալանավորների կոնկրետ այո, աշխարհի մակարդակով եմ ասում, դրանից հետո աշխարհի խաղերն էր, բոլոր աշխարհի, հեսա ցուցանիշներն էլ ասեմ, 57 երկիր էր մասնակցում, աշխարհի 57 երկիր էր մասնակցում իր դատապարտյալներով։ Դուք օնլայն տարբերակով մեզ տանում են շախմատի ակադեմիա, մենք այնտեղից միանում ենք դատապարտյալների հետ։ Դուք ում հետ էիք մրցում, որ երկրի ներկայացուցիչներ։ Նորվեգիա, Սերբիա, Հնդկաստան, Մոնղոլիա, Ռումինիա, Վրաստան, Աֆրիկայից մի քանի երկրներ կային։ Եվ Եվրոպայում դարձանք փոխչեմպիոն, աշխարհում գրավեցինք 135 թիմի մեջ գրավեցինք 5-րդ տեղը։ Այն դեպքում, երբ Մոնղոլիան, Սերբիան եւ Հնդկաստանը մասնակցում էին 2 թմով, մենք 1 թմով էինք մասնակցում։ Այնպես որ գնում ենք առաջ։ Դրանից հետո Ողնեիք, հա, պարոն Սարգսյան, Արմավիր քրեակատարական մեկի բանտի առաջնորդ։ Ոչ, տարբեր հիմնարկներից էին գալիս, ուրեմն սենց է սկիզբը։ Տարվա մեջ փետրվարին անցկացվում է Հայաստանի դատապարտյալների համար շախմատի առաջնություն։ Լավագույն 6-ը ընդգրկվում են հավաքականի կազմ։ Արդեն այդտեղ չունենք լավ ու վատ, հա, մենք մեր մեջ գիտենք ով է ավելի լավ խաղում, ով է վատ խաղում, թիմային է, այստեղ ամենակարևորը, որ մեր Հայաստանի դրոշն ենք բարձրացնելու, էլ չենք նայում, որ մեկս բոլորս աշխատում ենք, որ ինչքան հնարավոր է լավ խաղանք։ Երբ որ հասկանում ես, որ քո Հայաստանի, քո երկրի դրոշը պետք է բարձրացնես, այդ ժամանակ ավելի ես կենտրոնանում։ Պարապմունքների ժամանակ միշտ աշխատում ես պարապմունքները բաց չթողես, որովհետև մի ժամատևում շատ չի տևում պարապմունքները շաբաթական 2 օրով ու գիտես որ այն հույսը քո վրա է, ուրիշ ոչ մեկ չի կարողանալու գա քեզ այնտեղ օգնի ասի չէ, ես չես խաղալու, ես խաղալու, վсё, գնացիր նստեցիր տախտակի մոտ, իրավունք չունեն քեզ կողքից ուշեն, եթե ուշեցին վերջ պարտված ես։ Մրցավարները կտեսնեն այդ ամեն ինչը ու վերջ։ Դրա համար լուրջ ենք տրամադրվում ու գնում ենք առաջ։ Ու դրանից հետո այնպես եղավ, որ մտքովս անցավ, ասեցի ինչու չդասավանդել, եթե հնարավոր, եթե ես կարող եմ սովորեմ, նաև կարելի է իմ սովորածը փոխանցեմ իմ բախտակից ընկերներին։ Խոսացինք պարոն Լպուցյանի հետ, ծառայության պետի հետ խոսացինք եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց, ես գնացի վերապատրաստման 3 օրվա, այսինքն այստեղ եմ վերապատրաստվել, ուրիշ տեղ
տենց չեմ գնացել որ ասեմ, հա 3 օր վերապատրաստում անցա ակադեմիայի կողմից այդ ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին ու ստացա 1 տարվա լիցենզիա, որով իրավունք ունեմ Հայաստանի տարածքում ցանկացած տեղ որպես շախմատի ուսուցիչ աշխատելու դպրոցներում նույնիսկ։ Դրանից հետո ինձ թույլատրվեց արդեն ստեղ բանտում անցկացնել դասընթացներ։ Այդ դրա մասին իմացավ նաև ՊՕԱԿ-ը իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի զարգացման կենտրոնը իմացավ այդ լիցենզիայի մասին եւ առաջարկությամբ հանդես եկավ, բայց եթե այդպես ամեն ինչը լուրջ է, պրոյեկտի մեջ մեր ընդգրկենք, դուք էլ դասավանդեք։ Ասի խնդիր չեմ տեսնում։ Ու հիմա արդեն այս 2 ամիս է ես դասավանդում եմ արդեն որպես ՊՕԱԿ-ի դասընթացավար։ Բայց դա արդեն պետք է փուլերով անցնեի, առաջինը ծառայություն, նախարարություն պետք է տեսնեին։ Հետաքրքիր է, չէ, երբ որ դուրս ազատության մեջ մարդը գնում է աշխատանք փնտրելու, առաջինը ասում են դատվածություն ունես։ Եթե ունես, ասում են հաջողություն, հա, վсё։ Բայց ինձ պետք չէ հարցնել դատվածություն ունես, ես հենց դատված եմ։ Բայց այդ ամեն ինչին տես չնայեցին, որովհետև տեսան, որ լուրջ տրամադրված եմ ու ոչ մի խնդիր չեմ ստեղծում, դատապարտյալները շատ պատշաճ կերպով գալիս են, նստում են դասերին։ Քրեակատարողական հիմնարկ, այսինքն ծառայությունը ձեզ վարձատրում է ձեր դասը։ Ծառայությունը չի վարձատրում, ՊՕԱԿ-ն է վարձատրում։ Եվ կարողանում եք նաև այդ գումարով ընտանիքին օգնել, ուզում այդ process-ը հասկանամ, համ պատիժն եք կրում ստեղծության, եւ զուգահեռ դրան նաև աշխատում եք դասավանդում եք դատապարտյալներին։ Այո, ու քանի որ հարկադիրել ունեմ տուժողի հետ կապված, որոշակի մասներ ուղարկում եմ օգուտ տուժողին։ Շախմատը կյանքի հետ եթե համադրենք, հա, քայլը, օրինակ առաջի քայլը ոնց կբնորոշ կյանքի հետ, որ օրինակ հենց առաջի քայլը անի, ինձ շատ հետաքրքիր է։ Առաջի քայլը հիմնականում շատերն են խաղում 2-4, սա շատ ուժեղ քայլ է, որովհետև համատեք կյանքի հետ այդ քայլը։ Շախմատը հենց ինքը կյանքից է վերցրած։ Շատ դրվագներ կան, հեսա ասեմ, ինչի համար եմ սա ասում։ Շախմատի մեջ կա օրինակ փոխատեղում հասկացությունը, չէ՞, այսինքն ռակերով կա ռուսերեն ասած, դա ավելի շատ տեսում քան փոխատեղումը։ Ինչի համար է փոխատեղում, արքայի պաշտպանություն։ Ով է տեսել, որ հիմա երկրի ղեկավարները գնան առաջի գիծ կռվեն։ Չկա տենց բան։ Այսինքն պետք է երկրի ղեկավարը մնա բունկերում։ Այդտեղից հրամաններ տա։ Հետո ունենք, ասենք, երբ որ ասում են մի քիչ ռուսերենա конь в краю не поможет нам в бою։ Այդ ռուսերեն են ասում, հայերեն մի քիչ չի ստացվում, հա, քանի որ քո կարևոր ֆիգուրաներից մեկը, եթե պատերազմի ժամանակ դուրս է եկել, արդեն կենտրոնից դուրս է եկել, ինքը քեզ չի օգնելու։ Սա էլ է կյանքից վերցած, դրա համար չեն թողում։ Անհրաժեշտության դեպքում է մենակ այս քայլը կատարվում, հա, ասենք, եթե ինքը հնարավորություն ունի, ավելի կենտրոն է գնում։ Ընդհանրապես ձիերը չեն խաղի մեջ մեջտեղում են ավելի ուժեղ։ Եթե ինքը այս կողմը քեզ պետք չի, ինքը ժամանակի ընթացքում տախտակից դուրս է գալու։ Կյանքում էլ է տենց, էլի կարևոր մարդիկ եթե կողքը չեն, կյանքի ընթացքում դուրս են գալի քո կյանքից։ Ու նմանատիպ էլի բաներ կյանքից ընդհանրապես վերցրած շախմատը, այն որ ասում են քայլ ձիով, այդ հենց այնպես չեն ասում, ձին կարող է թռնի քարի վրայով, մենակ ձին է կարող թռնի քարի վրայով, այսինքն դա համեմատվում է շատ ուժեղ քայլի հետ։ Կյանքում ինչ-որ մի բան մտածում ես, օրինակ բաներ կան, ասենք, որ խոսքի ասում են, այդպես իսկական շախմատիստի նման քայլ արեցիր։ Ու ինքը զարգացնում է առաջի հերթին ստեղծագործական միտքդ, այս շախմատը սովորեցնում է նաև համբերել, մտածել։
Արա քաղացի կրվելու ես, պարտվելու ես։ Դա հասկանում եմ, որ գոյություն նաև բլից շախմատ, որ արագ ասենք 1 րոպե ատեղում, բայց դրա մասին չէր խոսքը, էլի։ Պետք է համ արագ մտածես, համ ճիշտ մտածես։ Ձիու մասին խոս գնաց, այս տարի ձիու տարի է։ Ինչա հետաքրքիր է ամեն տարի այդ տարիները այսպես պատտվել են 1 տարի, 2, 3 այսպես 14 տարի։ Ամեն անգամ այդ տարին, երբ եկել է այդ զգացողության մասին, ինչ եք ուզել, ազատությունն է եղել ամենաթանկ բանը, որ խնդրել եք։ Առաջի օրվանից ինձ իմ բախտակից ընկերները միջև հիմա ասում են հետ չի երևում, որ քեզ 18 տարի են դատապարտել։ Միջև հիմա ես ինձ այնպես եմ պահում, որ չնկատվի դա։ Ու կարում եմ պահեմ, մնաց չի, որ ուղղակի ձև եմ տալիս, հա, որ տենց եմ, չէ, երբ որ հասկացա, որ արդեն եկա, որ սթափվեցի, հա, նույն վարքյանից սթափվեցի, տեղած դեպքից հետո միանգամից սթափվեցի, հասկացա ինչ է կատարվել, հետո որ արդեն բանտում էի, հասկացա, որ պետք է երկար նստեմ։ Ու հեքիաթներին չէի հավատում, հիմա համաներում կլինի, կամ էս կլինի, այն կլինի, չէ, գիտեմ երկար պատիժ ունեմ կլելու։ Ու կոնկրետ օրը գիտեմ, որ խոսքի 18 տարի է։ Կենտրոնացել եմ այդ 18 տարվա վրա, որպեսզի ավելնորդ այդ իլյուզիաներին չհավատամ, հա, որ հետո մի բան չլինի անդադ հիասթափվեմ, վայ բախի չեղավ, բախի ինչի չեղավ, բա ոնց կլինի, որ sense չէ, նայում ենք առաջ, վերջ, կլինի։ Ու մի բան եմ հասկացել կյանքում, որ որտեղ որ գաս այդ պահին ուրեմն պետքա որ այդտեղ լինես։ Սա պետք է լիներ ձեզ հետ, այդպես է։ Կարծում եմ, որ այդպես պետք կարող է փորձություն էր, չգիտեմ։ Դե շատ բախտակից ընկերները այս ժամանակահատվածում որ զրուցել եմ նրանց հետ, բոլորը գտել էին Աստծուն։ Բոլորը ասում էին, որ մենք այստեղ գտանք Աստծուն։ Ուզում եմ իմանամ ձեր դեպքում ինչ եղավ։ Ես Աստծուն երբեք չեմ կորցրել, Աստված երբեք ինձանից հեռու չի եղել։ Միշտ իմ հետ է եղել, միշտ ես աղոթքներով ու ընդհանրապես ասեմ, որ Աստվածավախ մարդ եմ։ Կապ չունի ինչ ա եղել դեպքը, ինչ ա եղել, ոնց է դա պատահական ա եղել, չգիտակցված ա եղել, բայց ամեն դեպքում ես Աստծուց չեմ հեռացել երբեք, թե ազատության մեջ, թե անազատության մեջ։ Չպետք է էլի ուղղակի հայտնվել այստեղ նոր հիշել։ Ի վերջո 14 տարի, 18 տարի ինձ ես ազատազրկման դատապարտել։ Հույս կա, որ կհայտնվեք, սպասում եք, որ կհայտնվեք ազատության մեջ։ Ինչ քայլեր եք անում այդ ուղղությամբ։ Դուք գտել եք շախմատը եւ կյանքի հետ համադրելով նաեւ այսօր դաս եք տալիս, նաեւ գտել եք այդ փոփանքի ճանապարհը։ Ես արդեն դիմում ներկայացրել եմ վաղաժամկետի, սպասում եմ մի քանի օրից ինձ թվում է ծառայությունը կուղարկի զեկույցը, այդ զեկույցի հիման վրա էլ պրոբացիոն ծառայությունը արդեն ուղարկել է իր զեկույցը, սպասում եմ այդ երկու զեկույցները կարգն է այդպեսին։ Երկու զեկույցները գալիս են ու ըստ դրա ես կորոշեմ արդեն որ տամ դատարան։ Ու տալու եմ բնականաբար չեմ սպասելու ու տեսնենք թե ինչ կորոշի հարգարժան դատարանը։ Կա առաջի քայլը որ որոշել եք երբ հայտնվեք ազատության մեջ գնալու եք այստեղը կամ գնալու եք այսինչ մարդուն տեսնել, այսինչ հարազատին տեսնել։ Երեխաներիս առաջ Կարծում եմ վաղաժամկետ ազատվելու ժամանակ ծնողներս դատարանում կլինեն, դրա համար եմ ասում երեխաներից, ծնողներս կգան դատարան։ Դες այցելության չեն գալիս, երբևիցե չեք տեսնում դուք։ Գալիս են իհարկե։ Բայց առաջինը երեխաներիս կգնամ տեսնեմ։